Բարի երեկո, մեծաբի եթերում է Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ, բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերին։ Շնորհակալ եմ հրավիրելու։ Պարոն Սողոմոնյան, մենք մինչև եթերը շատ տարբեր հարցեր ենք քննարկում, հիմա փորձեմ եթերային հարցեր ուղղել։ Մենք տեսնում ենք տարածաշրջանում ինչ է կատարվում, այն որ պատերազմները, աշխարհաքաղաքական դիրքավորումներ են աշխարհում տեղի ունենում, բայց մեզ մոտ կարծես ուղեծրից դուրս ենք, Նիկոլն է մեր վարչապետը եւ Հայաստանը որպես այդպիսին մի առանձին միավորում է, որը ոչ պատերազմներն այլևս իրեն հետաքրքիր տարածաշրջանում ինչ է կատարվում, մենք տեսնում ենք այս մարդը ուրախ ավտոբուս է կազմակերպում, այդ ուտել խմել քեֆ ուրախություն եւ տեսնում ենք արցախցի աղջկան, հա, երեք այդ խայտարակ տեսարանը, որ մատ թափ տվեց, փորձեց այդ իր հաթաթաներով վախեցնել եւ այլն եւ հետո ներողություն։ Բայց նաև հրաժարվեց, հա, որ ես այդպես բան չեմ էլ ասել, բան ինչ որ։ Այս մարդուն քննարկելը իհարկե անշնորհակալ եւ ոչ բարոյական է, բայց ստացվում է, որ օրակարգ թելադրող նաև օրվա իշխանությունն է։ Տարածաշրջան եւ այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք։ Այո, մենք կարծես թե սեղանի շուրջ երբ որ տորթ են բաժանում, ոչ թե այդ բաժանողներից մեկն ենք կամ օգտվողներից մեկն ենք, այլ մենք տորթն ենք, այսպես ասած։ Այո։ Դեվ մենք ոչ թե ուտողներից մեկն ենք, այլ մեզ են ուտում պարզապես։ Այդ տորթն էլ, այդ կրեմը թթված, բանի պետք էլ չենք էլի արդեն դարել, որպես այդպեսին։ Այո։ Իր այդ արտաքուստ հանգիստ վիճակները ցույց է տալիս հետևյալը, որ տեսեք աշխարհում պատերազմ է, մեր շուրջ բոլորը պատերազմ է, իսկ ես այսպիսի վիճակում եմ պահում, հանգիստ է մեզ մոտ, ես ասել եմ, որ խաղաղություն է։ Հասկանալի է, որ այդ խաղաղությունը աշխատելով ու վաստակելով չէ, որ պետք է լինի, այդ խաղաղությունը նախ շատ կարճաժամկետ ինչ որ հրադադար է լինելու, շատ կարճաժամկետ ինչ որ դադար է լինելու, որովհետև մուրալու արդյունքում ստացվող խաղաղությունը, չակերտյալ խաղաղությունը, ինքը կայունության ոչ մի հիմք չունի։ Այդ խաղաղության չակերտյալ դիմաց շատ բաներ մենք արդեն իսկ տվել ենք, շատ բաներ էլ պատրաստում են վերցնեն մեզնից։ Եվ այդ մասին առաջի անգամ չէ, որ հենց նույն ադրբեջանցիները հայտարարել են ամենաբարձր մակարդակով։ Այնպես որ ադրբեջանցիների Բաքվի, Անկարայի կարևորագույն խնդիրն է հիմա անել ամեն ինչ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, որ հետո ստանալիքները, այսպես ասած, իրենց ստանալիքները ստանան։ Դե կարծես առաջինը սահմանադրության փոփոխությունն է։ Այո, այդ մասին ասել են արդեն։ Ու տպավորությունն է, որ այդ սահմանադրությունը Ալիևը գրել ուղարկել է, որովհետև մենք ոչինչ ենք, հա, այս բարակը։ Այո։ Երկու բան է իրենց հետաքրքրում, առաջինը, որ նախաբան չլինի, այդ մասին հայտարարել են, երկրորդը, որ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարգավիճակը ամրագրող դրույթ չլինի։ Դա էլ է անհրաժեշտ, դա նրանց համար ռազմավարական կարևորության հանգամանք է, որպեսզի Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի դիմադրողական ներուժը իջնի եւ երբ կցանկանան, ինչ տարածք որ կվերցնեն, ինչ զիջումներ որ կպարտադրեն մեզ, ինչ հայցերից որ մեզ հրաժարել կտան, Սփյուռքի հետ հարաբերությունները խզել կտան, այսինքն բոլոր այն ամեն ինչը որ հայկականության տարերն են, այդ ամեն ինչից հրաժարվելով դարձնել շատ անկենսունակ մի միավոր քաղաքական, որի վրայով անցնելը, որին կործանելը, որին վերացնելը լինելու է շատ հեշտ, սա է մեզ սպասվում, այս թվացյալ ուրախ ավտոբուսային վիճակի, կուկուռուս պեռաշկի այդ վիճակի ներքո դա է սպասվում իհարկե։ Պարոն Սողոմոնյան, այն ինչ որ դուք ասում եք, ընդդիմությունը կարծես
7 տարի դրա մասին խոսում է։ Եվ մի քիչ ավելի ուշ, երբ որ խաղաղությունը, հա, այսպես գլուխ բարձրացրեց, եւ հիմա իրենք այս խաղաղության անվան տանք, անվտանգության անվան տակ տեսնում ենք, հա, մարզերում մարդկանց ասում են, «Դες խաղաղ եք, չեն կրակում», Վարդեն Իսում էր նաեւ այդ ասում, չէ։ Եվ մարդիկ կարծես այդ շատ տգեղ բան պիտի ասեմ, այդ կուտը ուտում են։ Ես հիմա շատ դեպքերում այդ մարդկանց չեմ կարող մեղադրել, որովհետև ասեն գյուղացի մարդ է, ինքը գնում է, իր անասունն է պահում, երեկոյան գալիս է, հմեկը միացնում է, նայում է, այնտեղ ամեն ինչ լավ է, լրիվ ուրիշ Հայաստանի մասին է խոսքը գնում, եւ այդ մարդու մոտ տպավորվում է, որ այո, Նիկոլա եկել է եւ բերել է այդ խաղաղությունը։ Մենք ինչքան էլ նստենք այս տաղավարներում կամ փորձենք հակառակը պնդել եւ ճշմարտությունը, հա, հрамցնել ժողովրդին, կարծես մեր ցայնը խլանում է այս պարագայում։ Ընդդիմությունը որպես այդպեսին, այս հատկապես 21 թվից հետո, պատերազմից հետո, 20 թվի պատերազմից հետո ոչինչ չարեց, հա, որպեսզի ինչ որ բան տեղի ունենար։ Հա, ես հասկանում եմ, հիմա որ ասում են ոչինչ չարեց, արվել են որոշ բաներ, ձեր կողմից է արվել ինչ որ բաներ, մի ուրիշ ուժի կողմից է արվել, բայց որպես գլոբալ Նիկոլին հեռացնելու Իշխան Սաղաթելյանը չենք էլի, որ հիմա ասենք Նիկոլը չկա, չէ, այդ միտինգներին ասում էր Նիկոլը չկա։ Նիկոլը կա, չէ։ Եվ տեսնում ենք մենք ուր է տանում այս ամեն ինչը եւ 2 ամիս բան է մնացել, մենք այդ 2 ամսվա մեջ այս ժողովրդին ոնց ենք կարանալու հասկացնենք, որ այս մարդը 8 տարի աղետը բերել է, այո, այդ տորթի նման կտրելու է եւ այս սահմանադրորեն հաստատելու է իր բոլոր հանցանքները, այսինքն արդարացնելու է իր հանցանքները։ Վաղը մյուս օրը եթե դուք գաք իշխանության, սահմանադրությամբ գրված է լինելու են ինչ որ գրված է լինելու, Նիկոլին նույնիսկ չեք կարանալու մեկ հոդվածով տանել եւ պատասխանատվության ենթարկել։ Չէ, վերջից կան, որ շատ հոդվածներով ենք մենք իրեն պատասխանատվության ենթարկելու եւ ոչ միայն իրեն, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր որ պատասխանատվություն են ունեցել, այն հանցանքների մեջ պատերազմը սադրելու 44-օրյա Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու սահմանազատման, սահմանագծման գործընթացի հետ կապված, գերիների հետ կապված Դե իր ամեն մի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է եղել։ Իշխանության բռնազավթման հետ կապված։ Իրականում հարգելի Արթուր, դուք շատ ճիշտ բան եք ասում։ Բայց միևնույն ժամանակ պետք է նաև ընդունենք, որ իսկապես բարդ գործ է այս իշխանությունների դեմ պայքարելը, սրանց հեռացնելը բարդ գործ է ինչ առումով։ Առաջին, որ այս իշխանություններն ունեն հովանավորներ իդեմս ուժային կենտրոնների, որոնք նրանց մատակարարում են ֆինանսներով, քաղաքական տեխնոլոգիաներով, մասնագետներով, որոնք ուղղն ու ծուծով ուսումնասիրել են մեր խեղճ ու միամիտ ժողովրդին, գիտեն նրա հույզերը, գիտեն սրտի լարերի հետ խաղալու բոլոր այդ ձևերը եւ այդ ամբողջ տեխնոլոգիաները կիրառելով պահում են մոլորության մեջ։ Կարողանում են համապատասխան բառակազմով, համապատասխան արտահայտություններով, պրիոմներով, տրյուկներով անընդհատ ահաբեկման մեջ պահել, շարունակաբար կերակրել այն թեզով, որ եթե իրենք չլինեն, պատերազմ է լինելու։ Այդքանով հանդերձ էլ ինչքան որ մենք օրինակ մարզերում լինում ենք, մարդկանց հետ շփվում ենք, տրամադրության իսկապես փոփոխություններ զգում ենք։ Տրամադրության փոփոխությունները գուցե նաև այո որոշ չափով ընդդիմության գործունեությամբ պայմանավորված լինի։ Ավելի շատ, բայց նաև պայմանավորված է նրանով, որ մարդկանց մեջ կա ընդհանուր վախի մթնոլորտ եւ մարդիկ հասկանում են, որ այդ վախի մթնոլորտը գալիս է իշխանություններից։ Այդ նույն մարդիկ հիշում են, թե ինչ խոստումներ են տալիս այս իշխանությունները։ Երբ որ այդ վախի մթնոլորտը կար առաջներում եւ իրենք գալիս էին խոստումներ էին տալիս, որ այլևս վախի մթնոլորտ չի լինելու, այլևս կոռուպցիա չի լինելու, այլևս ահաբեկումներ չեն լինելու, մարդկանց քաղաքական հայացքների համար գործերից չեն ազատելու, չեն ծեծելու, չեն չգիտեմ ինչ անելու, այդ ամեն ինչը կա ու մարդիկ լավ էլ տեսնում են, զգում են եւ իրենք զգում են, որ իրենք խաբված են, ու այդ ամեն ինչը իսկապես փոխում է մթնոլորտը։ Դժվար է նաև այս ամենը անելը այն պատճառով, որովհետև պետական իշխանությունը բռնազավթված է քաղաքական իշխանության կողմից։
Պետական իշխանության ու քաղաքական իշխանության մեջ տարանջատում որևէ գոյություն չունի։ Այն պետական մարմինները, որոնք սահմանադրորեն անկախ են, եւ անկախ նրանից թե ով է քաղաքական իշխանություն, պետք է իրականացնեն սահմանադրությամբ իրենց տրված լիազորությունները, նրանք այդ վիճակում չեն, նրանք բռնազավթված են։ Ու Հայաստանում այս վիճակի հիմքը նաև սահմանադրական հիմքեր ունի։ Այսինքն սահմանադրությունն է նաև այդ հնարավորությունը ստեղծում այս իշխանությունների համար։ Ես համաձայն եմ, որ ցանկացած ամենավատ սահմանադրության պարագայում էլ լավ մարդկանց իշխանությունը կարող է բարիք բերել երկրին, վատ մարդկանց իշխանությունը կարող է եւ չարիք է բերում երկրին։ Բայց այդքանով հանդերձ յուրաքանչյուր քաղաքական ուժ էլ գայթակղություն ապրում է, գայթակղություն ունենում է իր լիազորությունները վերազանցի, իր իշխանությունը պահելուն ուղղված գործողություններ անի, որոնք արգելված են օրենքով ու սահմանադրությամբ։ Իսկ այս իշխանությունները, քանի որ սրանք կարմիր գծեր չունեն, քանի որ իշխանությունը իրենց համար գոյութենական գոյության ապրելու նշանակության հարց է, դրա համար իրենք բռնազավթել են ամբողջ պետական համակարգը, դատախազություն, քննչական կոմիտե, կարիք չկա չէ օրինակներ բերելու ցույց տալու, թե ոնց են այս ծառայության պետը տեսակ, հա, կաթողիկոսին աշխարհի այո, կաթողիկոսին ասենք թույլ չտալ, որ գնա Իլիա II-ի հուղարկավորությանը մասնակցելու քննչական կոմիտեի այդ աշխատողը, հա, քննիչը կարծես թե մտածում է, որ հայոց կաթողիկոսը պետք է փախչի, հա, դրա համար ասենք թույլ չենք տալիս, հա, հայոց կաթողիկոսին, որ երկրից դուրս գնա։ Սա իհարկե աբսուրդ է։ Այսպիսի իշխանության, այսպիսի բռնազավթման պայմաններում, պետական իշխանության բռնազավթման պայմաններում դժվար է պայքարել է իսկապես, դժվար է իշխանափոխություն անելը եւ մի այլ բաղադրիչ էլ, որում ես ձեզ հետ համաձայն եմ, որ ինձ էլ կարելի է մեղադրել, ավելի այդպես ստաժավոր ընդդիմությանն էլ, ավելի կազմակերպված ընդդիմությանն էլ կարելի է մեղադրել, այն է, որ այսօրվա մեդիա գործունեության, այսօրվա քաղաքական գործչին բնորոշ վարքը, որ այս իշխանավորները ցուցադրում են, ընդդիմադիր հատվածը չի կարողանում այդպես այդ նույն ձևով վարվել։ Ցավոք, ու դժվար է դա իրականում շատ դժվար է։ Դժվար է նորմալ տղամարդու համար ղժալը դերասանություն անել, թատրոն խաղալ, կարտոֆիլ վերցնել, հայ sense բաներ անել։ Հասկանում եք, մարդը, որը որ անցել է այսպես ճանապարհ է անցել, որին որ ասենք հարգել են, որը որ իր հանրային գործունեության մեջ ճիշտ ձևը համարում է ծանրակշիռ լինելը, հանգիստ լինելը, կշռադատված լինելը, այսօր փաստորեն այդ փոփոխված գլխիվայր շրջված իրականության պայմաններում չի աշխատում։ Դրանից պետք է անել հետևություններ, այո, պետք է անել հետևություններ։ Չեմ ասում, որ ամբողջությամբ նմանակել այն ինչ որ անում է։ Տեղից է քաղաքական լեզուն, միտքը դարձրել է, ասենք, շրիշակի մակարդակին եւ հասկանում եմ, որ դիմացինը չի կարող հասնել եւ իջնել այդ մակարդակին, բայց պարոն Սողոմոնյան, հիմա նայեք, հազար ներողություն, միտքը սուղակի ավարտեմ, բայց միևնույն ժամանակ անուններ թեկուզ չտալով ընդդիմության ներկայացուցիչներ շատ լավ ներկայացուցիչներ կան ընդդիմության, որոնք ազգային ժողովում են, բայց նաև կան շատ ներկայացուցիչներ, որոնց այդպես էլ մենք չտեսանք այս ամբողջ ընթացքում իրենց գործունեության մեջ։ Եվ ոչ միայն ազգային ժողովում, այլ նաև ընդհանուր առմամբ դրսում քաղաքականություն կերտել, քաղաքականություն իրականացնել, անընդհատ գնալ, խնդիրներ գտնել, բարձրաձայնել եւ այլն։ Ես այդ առումով այո, համաձայն եմ ձեզ հետ, որ շատերը մնացին կոմֆորտ վիճակի մեջ։ Մի մասը այդ կոմֆորտ վիճակից դուրս գալով, չգիտեմ, կռվի մեջ ընկնելով, հայհոյանք ուտելով, ամեն ինչ անելով, այդուհանդերձ կարողացել են ընդդիմադիր գործունեություն իրականացնել եւ նաեւ նրանց գործունեության շնորհիվ է ես համոզված եմ, որ որոշակի այդ տրամադրությունները փոխվել են, բայց մի ստվար զանգվածել ինչ որ հին մեթոդ կարծես թե մնացել է իշխանության մեջ եւ ընդդիմությունը լինի այսօրվա իշխանությունը։ Այո, դա է նա Նիկոլը համ իշխանությունը, համ էլ ընդդիմության տեղը հանդիստ կարողանում խաղալ։ Պարոն Սողոմոնյան, նայեք, հիմա գնում ենք ընտրությունների, դուք էլ եք հայտ ներկայացրել, ես ուզում եմ հասկանալ այն ուժերը, որոնք հասկանում են, հա, որ շեմը գուցե չհաղթահարեն,
իրենք գիտակցաբար պետք է գոներաժարվեն, թե Նիկոլի ջրաղացին ջուր չլցնելով փորձեն պայքար այլ ճանապարհով տանել։ Օրինակ կան կուսակցություններ, որոնք հրաժարվեցին հասկանալով, որ չփոշիացնեն, հա, ընդդիմադիր շատ ուժերի ձայներ։ Դուք ձեզ ոնց եք տեսնում, հատկապես երբ որ մարզեր եք գնում, փորձում եք հա ժողովրդի հետ տրամադրություն, ձեզ ինչպես են վերաբերում եւ ինչ պահանջներ կա ընդհանուր առմամբ, տրամադրությունները, մասնակցության, չմասնակցության։ Նախ ասեմ, որ մարզից մարզ նույնիսկ տարբերություններ կան, բնակավայրերի միջև էլ տարբերություններ կան ու ամեն մի բնակավայր, ամեն մի մարզ, շրջան, համայնք իր ինչ որ առանձնահատկությունները ունի։ Օրինակ, եթե այս պահի դրությամբ ընդդիմադիր քաղաքացիների տեսանկյունից, օրինակ, Լոռու մարզը, երբ որ խոսում ենք մարդկանց հետ, ընդդիմադիր տրամադրություններ ունեցող, ավելի շատ տալիս են Սամվել Կարապետյանի անունը, դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ կոնկրետ շատ երկար ժամանակ Կարապետյանները հենց այստեղ ասենք լինելով, իրենց գործունեությունը իրականացնելով ունեն ազդեցություն։ Մեկ այլ մարզում, օրինակ Գեղարքունիքում, ընդդիմադիր տրամադրությունների մեջ այդպես միանշանակ ավելի չի պատկերը։ Այստեղ օրինակ նույն Արման Թաթոյանի, որի գլխավորած միասնության թևերի հետ այդպես համախմբման գործընթաց է մեզ մոտ տեղի ունենում, օրինակ այստեղ, եթե զուտ մարզի մասին ենք խոսում, Թաթոյանը ավելի ճանաչելի է լինում։ Մեր կոնկրետ Հայաքվեի տեսանկյունից, օրինակ մեր բրենդը եւս ճանաչելի ավելի շատ քաղաքային բնակչության շրջանակում, ավելի շատ Երևանում եւ քաղաքային բնակչության շրջանակում։ Այո, դիտորդական այդ բաները։ Դիտորդական, այո, առաքելության հետ կապված, հենց նախաձեռնության հետ կապված, վերջին շրջանում հստակ եւ կետային որոշ թիրախային հարցերի շուրջ հաղորդակցության հետ կապված, կենսաթոշակի հետ կապված, դպրոցների փակման process-ի հետ կապված եւ այլ հարցերի շուրջ, ընդհանրապես Արցախյան թեմատիկայի հետ կապված մեր գործունեությունը։ Դուք շատ կարևոր հարց եք բարձրացնում, մեզ համար եւս կարմիր գիծ է հաշվել, տեսնել, որ անցողիկ շեմը չենք հաղթահարում ու որ ասում եմ ճակատները պնդացրած, գլուխները ուրցրած գնալ ընտրությունների։ Դա մեզ համար եւս կարմիր գիծ է։ Տարբեր մեթոդներով, տարբեր ընկերությունների հաշվարկներին ապավինելով, այս պահի դրությամբ մենք շատ ռեալ ենք գնահատում այդ հնարավորությունը եւ մեր միավորումը նաեւ պայմանավորված էր դրանով, որ պետք է իսկապես կարողանանք այդ կարևոր շեմը հաղթահարել առնվազն։ Դա պրոգրամա մինիմում, այսպես ասած, նպատակ դնելը։ Կապրենք կտեսնենք իհարկե, եթե հասկանանք, որովհետև դեռևս այդ հաշվարկները շարունակում են։ Եթե ինչ-որ մի պահ հասկանալի կդառնա, որ լցնում ենք ջուր սատանայի ջրաղացին, բնականաբար չեն գնա առաջ։ Բայց ես կարծում եմ, որ դրա հավանականությունը շատ քիչ է, 0-ի է ձգտում, եւ մեր հասարակության մեջ ընդդիմադիր տրամադրություն ունեցող հատվածի մեջ կա դեռևս բավական մի հատված, ովքեր այսօրվա ընդդիմությանը եւս չեն ուզում տեսնել իշխանության։ Այսօրվա ընդդիմադիր խմբերին չեն ուզում տեսնել իշխանության եւ իրենց համար հարցեր կան, այդ հարցերի պատասխաններն են ուզում լսել եւ այդ հարցերի պատասխանները փորձում ենք նաեւ մենք տալ։ Մենք դիրքավորվում ենք որպես Հայաստանակենտրոն ուժ, որը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հավասարահեռ եւ հավասարաչափ հեռավորությունից քաղաքականություն իրականացնի ուժային տարբեր կենտրոնների հետ, կենտրոնում դնելով հայկական շահը, հայոց պետականության շահը եւ աշխարհաքաղաքական իրավիճակի օբյեկտիվ ընկալումը։ Ոչ մի բալանսից ոչ մի շեղում չի կարելի թույլ տալ։ Ոչ հյուսիսի ուղությամբ, ոչ արևմուտքի ուղությամբ, ոչ առավել եւս ասենք Թուրքիայի ուղությամբ, ինչը որ այսօրվա իշխանություններն իրականացնում են։ Սա ամենակարևոր այսպես ելակետն է, այդ գաղափարական հիմքն է,
որի վրա տեղի է ունեցել միասնության թևերի եւ հայաքվեի այդ միավորման գործընթացը, որը ապրենք տեսնենք առաջիկայում ինչ պոտենցիալ կարող է ի հայտ բերել։ Ներքին պայմանավորվածություն, հանդիպումներ ընդդիմադիր, հա, բոլոր ուժերի հետ եղել են եւ կուզենայի նաև հարցնել, հա, եթե օրինակ իշխանությունը անդադ Գյումրի երկրորդի մասին է խոսում եւ ասում է թույլ չենք տալու, հա, որ լինի դա հանկարծ։ Եթե այնպես ստացվի, որ ինչ որ ընդդիմադիր ուժերից մեկը անցնում է երկրորդ տեղ եւ ընդդիմադիրները պետքա այդ իրենց ձայները տալ, որպեսզի այդ շեմը հաղթահարեն եւ անցնեն։ Այդ ներքին պայմանավորվածությունը կա, վերջում ձայները, եթե անցնում է շեմը, հա, ընտրական տալու այն ուժին, որը, չգիտեմ, հիմա եթե մենք հարցնում ենք օրինակ ուժեղ Հայաստանին, ասում են մենք գնալու ենք հաղթելու, իրենք հաղթելու մասին են խոսում։ Օրինակ, անցան իրենք 32%-ով օրինակ։ Ես այդպես պայմանական ինչ-որ թիվ եմ ասում։ Դուք կմիանաք, թե ոչ։ Ես պայմանավորվածությունների մասին, կոնկրետ ինչ-որ պայմանավորվածությունների մասին չունեմ տեղեկություն եւ եթե չունեմ, նշանակում է կոնկրետ ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվածություն դեռևս չի եղել։ Թե թողնում ենք ասենք վերջում, երբ որ արդեն ձայները մեր դիրքորոշումը հայտնի է։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է։ Տաստված այնպիսի իրավիճակ լինի, որ ընդդիմադիր ուժերը ավելի շատ քվեներ ունենան, ավելի շատ մանդատներ ունենան, քան իշխանական ուժերը, այդ պարագայում եթե մեր ձայնը որոշիչ կլինի Փաշինյանին իշխանազրկելու հարցում, մենք մեր ձայնը անպայման տալու ենք։ Չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ եթե մեր ձայնը որոշիչ լինի եւ մենք այդ ձայնը չօգտագործենք ու արդյունքում Փաշինյանը մնա իշխանություն։ Մեր բանաձևումը դա է։ Շատ բարձ պատասխանեցիք։ Հա, թող մնացած արդեն ոնց կդասավորվի կոնֆիգուրացիան, ես չգիտեմ, կարող է օրինակ ասենք, տվյալ ասենք ուժը, որ ամենաշատն է տարել, այն մնացած ուժերն էլ կարող է ենթադրենք ասում են ամենակիչ ուժի կամ պետք է լինի ինչ-որ համազգային, ամենաճիշտը կլինի, երբ որ ազգային վստահության մի հատ կառավարություն կազմավորվի։ Դա է ամենաճիշտ տարբերակը, որովհետև այսօր մեր ամենակարևոր լուծելիք հարցը ներազգային համերաշխության հարցն է։ Ամենակարևոր հարցը։ Իսկ մի ուժը իրենով ես չեմ կարծում, որ մեկ ուժը իրենով կարող է այդ հարցը լուծել։ Չի կարող այդպես լինել։ Պետք է մի հատ ընդհանուր ֆորմատ լինի, մի ընդհանուր այդպես խումբ լինի, որոնք ես հասկանում եմ, որ իրարից տարբերվող հայացքներ ունեն, իրար հետ շատ հարցերում հակամարտ են, բայց այն մինիմալ հարցերի շուրջ կարող են գալ պայմանավորվածություն, թեկուզ ինչ-որ ժամանակավոր հանգրվանի վերաբերյալ պայմանավորվեն, որ հետագայում ասածը գուցե շատ մոտ ապագայում իրականացնեն սահմանադրական այնպիսի փոփոխություններ, այնպիսի պետական քաղաքական նոր համակարգի հիմք դնեն, որի պարագայում էլ իշխանության բռնազավթում, ուզուրպացիա հնարավոր չլինի անել։ Այնպես որ մեր դիրքորոշումը այդպիսին է, մենք չենք մտել այս ամեն ինչի մեջ, մենք այս գործունեությամբ չենք զբաղվում զուտ Փաշինյանին հեռացնելու համար, հասկանալի է, չէ՞ որ մեր նպատակը մեր հայրենիքն է, մեր նպատակը մեր Արցախ վերադարձն է, մեր արցախցիների վերադարձն է, բայց առաջին նպատակը Նիկոլին հեռացնելն է, բայց հետո նոր այդ այդ նպատակը անցնում է զբաղվելը։ այդ հեռացնելու միջոցով, այո, եթե չհեռացնենք, մնացածը չի լինի։ Այդ հեռացնելը ամենակարևոր տակտիկական քայլն է, այսպես ասենք։ Չդնենք դրա անունը ռազմավար, դնենք տակտիկական քայլն է։ Եվ պարոն Սողոմոնյան, երբ որ նայում ես օրինակ այս իշխանության ուրախ ավտոբուս, չգիտեմ, այդ իրանց հիմարագույն թեզերով, բանով, որ գնում են, ես սկսում են ժողովրդի ականջներին այդ լապշան կախել ու նորից շարունակել այդ իրանց ստերն ու խաբեությունները տարածել, տեսնում եք, որ իրենք ավելի այսպես իրենց աղետ բերած, իրենց այդ սրի կայության մեջ իրենք միասնական են։ Ես հասկանում եմ, որ իրենք ներքուստ վախեր ունեն, հա, ես պատկերացնում եմ, որ Նիկոլը բոլորի իրենց տեղը դրել է, հա, տեսնում ենք, հա, մոտենում է ինչ-որ X1-ի եւ ասում է, օրինակ, սիրտ արա,
օրինակ Սասուն Միքայելյանը չարեց, չգիտեմ դրա համար ինչ պատիժ ստացավ հետո տես տպավորություն է էլի այդ ճիպոտը ձեռքը անընդհատ իր այդ շուրջիններին փորձում է ղեկավարել այդ ներքին վախերը իրենց ինչով է պայմանավորված իրենք հասկանում են որ 21-ի չափ ձայն չեն հավաքելու թե իրենք փորձում են այնպես անեն որ ընդդիմությունը այս անգամ քիչ ներգրավի դեպի խորհրդարան որտեղից այդ վախերը գալիս որովհետև շատ մարդիկ տեսնում են եւ ասում են տեսեք իրենք արդեն ընտրված են անհիմն է այդ ընտրությունները եւ ժողովրդի մեծ մասը մնալու է տանը եւ չել գնալու ընտրությունների ասելու է դե ընտրված է այլ գնամ ինչ անեն այդ է լավ հա քարոզչական բնականաբար դա են ուզում առաջին հերթին ու իրենք առաջին հերթին փորձում են ակտիվ պահել իրենց ընտրազանգվածը ես շատ ցավում եմ այս բառերն օգտագործելու համար իրենց ընտրազանգվածը բայց իրենց ընտրազանգվածը գնալու է այսպես թե միանշանակ գնալու է միանշանակ մեր կողմի մեր հայրենակիցներն են այդ մարդիկ մեր հայրենակիցներն են մոլորյալները որ մեր մոլորյալ այո մեր խեղճ միամիտ մոլորյալ հայրենակիցներն են մեծ մասը մի մասը իհարկե այդպեսին չեն մի մասը լավ էլ շահամոլներ են շատ լավ շահամոլներ դա ինքը ասել է որտեղ հաց այնտեղ կաց Հա, դա մի քիչ այլ ուղերձ ունի, հա, այն նրանք են ովքեր որ պաշտոններ են զբաղեցնում, ովքեր որ իրենց բարեկամներով, ընկերներով, բան այդպես պատառներ իրենց ձեռքն են պահում։ Մեծ մասը մոլորյալ մեր հայրենակիցներն են, որոնց կարողանում է ինքը մանիպուլացնել եւ այդ մանիպուլյացիան ստացվում է այն առումով, որ ոչ թե այդ մարդկանց վրա ռացիոնալ տրամաբանված կշռադատված խոսքն է ազդում, այլ ինչ որ էմոցիաներ եւ ինչ որ վախեր, հիմնականում վախեցնելն է, պատերազմով վախեցնելն է մեկ եւ երկրորդ իրեն ժողովրդական այդպես մարդ դիրքավորելն է, այդպես այդ պատահական չի, այդ կուկուռուզը, կարտոշկան, պերաշկին, որի մասին որ այդպես շատ են խոսել։ Իրեն այդպես դիրքավորելն է, որ այդպեսին է, որովհետեւ սովորական հասարակ մարդը ինքն էլ է ուզում գնահատված լինել։ Ինքն էլ է ուզում գնահատված լինել, ինքն էլ է ուզում իրեն կարևորված զգա, իր տեսակը կարևորված զգա եւ այս կրկեսի միջոցով այդ ուղերձն է տալիս, որ տեսեք ես ձեզնից մեկն եմ, ես ձեզ կարևորում եմ։ Այս խեղճ մարդիկ չեն պատկերացնում, որ լիդերի առաջնահերթ ֆունկցիան դա չի։ Լիդերի առաջնահերթ ֆունկցիան իրենց անվտանգությունը իսկապես ապահովելն է, իրենց սոցիալական հարցերը լուծելն է, իրենց կրթության, այդ բոլոր հարցերը լուծելն է։ Մենք պարոն Սողոմոնյան մի խնդիր էլ ունենք, մենք մարդկանց պետքա կարողանանք տնից դուրս հանել այդ օրը, որովհետև այստեղ արդեն կարևոր չի իրանք ում կընտրեն, որ ուժին ձայն կտան, բայց մասնակցությունը որպես այդպեսին կարևոր է։ Մենք տեսել ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին այդ մասնակցության թվականակի քիչ լինելու պատճառով, հա, ընտրվեց այն ով որ ընտրվեց։ Մենք տեսել ենք նաև համայնքներում, հա, թիմ ընտրություններում ենք տեսել։ Մենք ժողովրդին ոնց ենք փորձելու համոզել, որ այդ օրը պետք է անպայման գնալ ընտրությունների։ Այն հիմա մենք անում ենք դրա ձևերից մեկն է։ Դրա ձևերից մեկն է, որովհետև այն մարդիկ, ովքեր որ գնալու են Փաշինյանին ընտրելու են, նրանք միանշանակ գնալու են Փաշինյանին։ Իրենց հետ գործ չունենք։ Ով որ նեղացավ, ով որ չգնաց ընտրության եւ մնաց տանը կամ այլ գործերով զբաղվեց, այդ պարագայում պետք է հասկանանք, որ քիչ թվով մարդկանց ընտրության գնալու պարագայում Փաշինյանը ավելի շատ շանսեր է ունենալու։ Եթե օրինակ դիցուք Հայաստանում կա ռեալ 2 միլիոն ընտրող, ռեալ 2 միլիոն ընտրող, 2.5 միլիոն է ըստ գրանցման, բայց կես միլիոնը ըստ էության չեն լինում եւ մշտապես չեն ապրում եւ մի մասն էլ արտագնա աշխատանքի է լինում եւ այլն։ Գոնե 1.5 միլիոն։ Եթե 1.5 միլիոն մարդ գնա ընտրության, Փաշինյանը հաղթելու շանս չի ունենա պարզապես։ Պարզապես չի ունենա հաղթելու շանս։
Պետք է մենք նաև մեր հայրենակիցներին փորձենք ամենօրյա ռեժիմով բացատրել, որ սա գուցե եւ լինի Հայաստանի համար վերջին հայկական ընտրությունները։ Ըստ իս, եթե Նիկոլը ընտրվեց, Արևմտյան Ադրբեջան ենք մենք դառնալու։ Սա մեդիա բոլոր միջոցներով պետք է հարցը առաջ տալ ոչ միայն մեր տաղավարային հարցազրույցներով, այլև բոլոր թե քաղաքական միավորումները եւ թե ոչ քաղաքական, ակտիվ քաղաքացիական միավորումները, որոնք որ եւս քաղաքակրթային առումով հականիկոլական այսպես դաշտում են գտնվում, նրանք եւս պետք է տարբեր մեդիա միջոցներով, տարբեր հնարքներով, տեսանյութերով դա անեն, դա նաեւ պետք է ուժերի տարածքային կառույցներն անեն, գրասենյակներն անեն, մենք եւս այդպիսի գրասենյակներ բացել ենք եւ այդ գրասենյակների միջոցով նաև աշխատում ենք մարդկանց հետ, այո, պետք է փորձել հասնել բոլոր հնարավոր տեղերը, բայց մյուս կարևոր բաներից մեկն էլ այն է, որ այս ընտրությունները նաև ռացիոնալ ընտրություններ են լինելու եւ քաղաքական ուժերը, ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչքան հնարավոր է պետք է ավելի հասցեական ու կոնկրետ պատասխաններ տան մարդկանց հուզող խնդիրների վերաբերյալ։ Ես համաձայն եմ, որ դա դժվար է, դա հեշտ չի, որովհետև իշխանությունն է տիրապետում ինֆորմացիայի այն ամբողջ քանակին, որի միջոցով կարելի է տալ շատ հարցերի պատասխաններ, բայց այդքանով հանդերձ էլ պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ հարցերի պատասխանները տան։ Մի քանի օր առաջ օրինակ մենք ներկայացրեցինք հանրությանը անվտանգության ապահովման մեր դոկտրինը, Հայաստանի ապագա անվտանգության հայեցակարգը փորձեցինք ներկայացնել։ Մի քանի օր հետո կներկայացնենք կրթական քաղաքականությունը, թե կարևորագույն հարցերի վերաբերյալ, օրինակ մենք ոնց ենք պատկերացնում այդ հարցերի լուծումը, ոնց ենք պատկերացնում այն հարցի լուծումը, որ այսօր 12-ամյա կրթությունը իրեն տապալել է, ձախողել է եւ չի աշխատում, ոնց ենք պատկերացնում փակվող դպրոցների հարցը, այսինքն ոնց ապահովենք փոքրատիվ աշակերտական համակազմով դպրոցներում կրթության բարձր որակը, ոնց վերակենդանացնենք գիտության համակարգը եւ այլն, այսպիսի հարցերի շուրջ հնարավորինս փաստարկված պատասխաններ եւս հասարակության մեր այն հատվածը, որը որ հիասթափված է բոլորից, բայց համենայն դեպս իրեն որոշակի հարցեր կան, որ հուզում են, գոնե այս առումով պետք է հնարավորինս կոնկրետ լինենք, թիրախային լինենք եւ համոզիչ լինենք։ Օրինակ, սա եւ շատ կարճ, հա, օրինակ Արման Թաթոյանը երբ որ վերջերս, հա, փաստացի ներկայացրեց, որ առաջխաղացում են ունեցել դիրքերի առաջխաղացում եւ այլն։ Տեսեք, օրինակ, ինչպիսի արձագանք եղավ իշխանության կողմից, հա։ Նախ թեման շատ արագ փակվեց, օրակարգից դուրս եկավ, եւ տպավորությունն է, որ երբ որ դու ճիշտ փաստացի ներկայացնում ես, դու ինչ-որ գժի տպավորություն ես թողում, այսինքն այս հակառակ կողմի ստերը այնքան են, հա, ներազդում քո ճշմարտության վրա, որ տպավորությունը, որ դու այդ սպիտակների մեջ մի սև մեկն ես, որը տենց փորձում է իրենց ասած մոլորեցնել, փորձում է վախ տարածել, այն ինչ որ իրենք են տարածում, ինչու մեր ձայնը օրինակ չի հասնում այդտեղ։ Տեսեք, շատ կոնկրետ բաներ, հա, փաստացի բաներ, որը այո, մեր անվտանգության մասին խոսեցիք, կոնկրետ մեր անվտանգության մասին էր եւ տեսանք, որ փակվեց թեման քաղաքական ավելի շատ այդ ուտել խմելն է եւ այդ սրտիկներն է, քան կոնկրետ դիրքային առաջխաղացումը։ Այո, ինֆորմացիոն օրակարգի թելադրողը իրենք են, իշխանություններն են ինֆորմացիոն օրակարգի թելադրողները, որովհետեւ իրենց ձեռքն է գտնվում օրինակ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, որի միջոցով ում ուզում են եթեր են տալիս, ում ուզում են եթեր չեն տալիս եւ այսօր մարզերում մարդիկ ավելի շատ նայում են այնպիսի ալիքներ, որտեղ որ անմիջապես իշխանական քարոզն է տեղի։ Բայց իրենք նաեւ ասում են 80% լրատվամիջոցները ընդդիմություն են։ Ես չգիտեմ ինչ մեթոդաբանության վրա հիման վրա են դա ասում, այստեղ լրատվամիջոցների քանակն է ավելի կարևոր, թե սփռնումն է կարևոր, այսինքն ինչքան ավելի շատ մարդ ում է նայում։ Այն որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, որ
ինքը հանրային մարմին է, պետական մարմին է, բայց լուսաբանում է քաղաքացիական պայմանագրի ներքին կոչված քարոզարշավը։ Այս իշխանությունները իսկապես մեդիա օրակարգ ստեղծում են եւ իրենց մոտ դա ստացվում է, բան չունեմ ասելու, թեև ապօրինի գործիքներով են այդ ամեն ինչը նաև անում, իրենց մոտ դա ստացվում է։ Համենայն դեպս որոշ հարցերի շուրջ ընդդիմությունը երբեմն ընդդիմադիր ուժեր կարողանում են այդպես ճեղքումներ իրականացնել։ Այլ հարցը ինչքանով է հնարավոր լինում այդ հաղթանակները կապիտալիզացնել։ Երևի նկատած կլինեք, որ սեպտեմբեր ամսից անցած տարվա կենսաթոշակների վերաբերյալ անընդհատ շարունակական հանրային հաղորդակցություն էինք իրականացնում։ Եվ դա դարձավ իսկապես քաղաքական օրակարգի հարց, եւ այս իշխանությունները մի քանի օր առաջ, մի ամիս առաջ հայտարարեցին, որ ապրիլի 1-ից բարձրացնում են թոշակները։ Այսինքն արդյունքը տալիս է։ Չեմ ասում, որ այդպես 100%-անոց է այդ ամեն ինչ արդյունքը լինում։ Համենայն դեպս կոնկրետ Թաթոյանի այդ հայտարարությունը եւս որոշակի առումով այո տվեց իր արդյունքը եւ շատ մարդիկ տեսան, թեկուզ իրենք կան շատ ակտիվ օգտատերեր սոցցանցերում, որ փորձում են խեղդել, ճնշել, մարդիկ համենայն դեպս տեսնում են, էլի, որ ճիշտը որն է, սուտը որն է։ Շատերը չեն արտահայտվում, շատերը լռում են եւ վախի պատճառով։ Բայց պարոն Սողոմոնյան, ներողություն, նույն դիրքերի առաջ խաղացման հետ կապված մենք որևէ դրական, այսպես ինչ որ հակազդում դրան չունեցանք իշխանության կողմից, թոշակառուների հետ կապված դուք ինչ որ փորձեցիք ձայն բարձրացնել եւ այլն, այս մարդիկ շահեցին, որովհետեւ ասացին, որ մենք 10,000 դրամ թոշակը բարձրացնում ենք, այն տատիկ պապիկներն էլ սկսեցին օրհնել, մեր Նիկոլը, տեսեք ինչ է անում, վաղը գնալու են, իրենց կես ճակատագրով իմ ճակատագին են որոշելու։ Եվ ստացվում է, որ էլի իրենց կողմն է այդ բանը, հա, ինչպես ասում են, կոզերը իրենց ձեռքում է։ Համաձայն չեմ, որովհետև տատիկ պապիկների մի մասը շատ լավ էլ տեսավ, որ ինչ պայքարի արդյունքում դա։ Դե իմասը ապրիլի 1-ին կերևա, որ բոլորի վրա դա չի ազդել, չէ՞, թոշակները։ Հա, բնականաբար չի ազդել, բայց երբ որ իրականացնում ենք սոցիոլոգիական հետազոտությունները, Փաշինյանին աջակցող տարիքային խմբերը, երբ որ համեմատում ենք, ամենաշատ աջակցությունը հենց բարձր տարիքի մեր քաղաքացիների մոտ է այդ աջակցությունը։ Եվ այս հարցով, կենսաթոշակների հարցով, որ հայակվեն իր քարոզչությունը սկսել էր, իր այդպես սոցիալական արշավը սկսել էր, ամենաշատ հետաքրքրվածը հենց այդ բարձր տարիքային խումբն էր։ Եվ այդ մարդիկ էին մեզ անընդհատ զանգում էին, աջակցություն էին ցուցաբերում, այդպես մենք հանրագրի ստորագրահավաք ենք իրականացնում, տասնյակ հազարով ստորագրություններ են հավաքվել։ Հիմնականում այդ մարդիկ են եւ դա իր արդյունքը տալիս է։ Մեզ այո, մենք ինֆորմացիոն այդ փուչիկի մեջ լինելով, մեզ թվում է, որ ցանկացած իրողություն, իրադարձություն կապիտալիզացվում է հօգուտ Փաշինյանի, բայց Փաշինյանի էլեկտորատը մեծանալու էլ տեղ չունի։ Ինքը իր ամբողջ զինանոցը օգտագործել է մեծացնելու ուղղված, օգտագործել է։ Հիմա նա ձգտում է պարզապես պահպանել։ Ինչ վերաբերում է թոշակի թեման եւ սահմանի թեման, հասկանալի է, որ ներքին հարցերի վերաբերյալ, որոնք կարելի է լուծել, այստեղ Փաշինյանը իր օգտին օգտագործելու, կապիտալիզացնելու ավելի մեծ հնարավորություն ունի։ Օրինակ, ենթադրենք փոսերից խոսում ենք անդադ, փոսերը, որ իսկապես մարդիկ մեքենաները գցում են, ջարդում են, չգիտեմ ինչ են անում, եւ երբ որ այս թեմայով շատ ասենք խոսում են, մեկ էլ վերցնում է ասֆալտը անում է, ինչ տեխնիկական գործ է, էլի, ասենք իր երկրում հրամանը տալիս են, ասֆալտ արեցին, Ժորժ ջան, փոսերի հարցը լուծեցինք, ասում են, տեսար հարցը լուծեց։ Ինչ վերաբերում է արդեն, դուք ճիշտ ձեր հարցադրումը այնքանով է ճիշտ, որ կարևորագույն հարցերի հարցը հենց անվտանգության հետ կապված հարցերն են, որ այստեղ իրենք չեն կարող հարց լուծել, իրենք չեն կարող խաղաղություն բերել, իրենք չեն կարող անվտանգություն ապահովել։ Դա այդպես հրաման տալով, ասֆալտ անելով չի, որ այդ անվտանգությունն ու խաղաղությունը լինում է։ Որտեղ իրենք հանրության շատ կարևոր շերտերին շատ անգիր լավ գիտեն, պարոն Սողոմոնյան։
գիտեն, որ հանրության մի շերտ կա, կարևոր եւ իրենց ընտրող, որոնց հետաքրքիր չի այդ տարածքային, ամբողջականությունը վաղը ինչա լինելու, անվտանգային, ոչ մի բան հետաքրքիր, իրանց հետաքրքիր է իրանց թոշակները բարձրացնեն, իրենց տան այդ փողոցը նորմալ լինի, այդ անընդհատ ասֆալտ են, չէ՞, անում, այդ լինի եւ վերջ։ Եվ սոցհարցումները, այսօրվա սոցհարցումները ինչ են ցույց տալիս, Նիկոլի Վարկանիշը բարձրա թե դիրքավորում ունենք, թե չունենք սադղական։ Այսօրվա սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր ուժերը, որոնք որ անցողիկ շեմ են ապահովում, այո, պարլամենտում մանդատներ ստանալու պոտենցիալ ունեն, իրենք ավելի շատ են, շատ ավելի, էապես ավելի շատ են, քան Նիկոլ Փաշինյանն է։ Այս մեկը հաստատ։ Գոնե այդ սոցհարցումները այսօրվա այո սոցհարցումները դա ցույց են տալիս։ Որտեղ տեսախցիկի առաջ է շատ մարդ կա, որ ասում է կարող է, հա, այսպես Նիկոլին եմ ընտրելու, որովհետև դա իրան պետք է, չէ՞, օրինակ չգիտեմ, ինչ-որ մի պետական տեղում աշխատում է եւ Նիկոլը որ տեսնի, որ այո, ինքը գնալու է եւ ընտրելու է Նիկոլին, բայց դրա այդպես չի, հա, ինքը էլի մնալու է մենակ եւ խղճի համար քվեարկելու այն ուժին, որին ընտրելու է։ Այո, այդպես է, դա չի կարելի հիմք ընդունել, որ չի հիմք ընդունել, որ օրինակ տեսախցիկներով գնում են, ասենք հարցումներ են անում, դրանք այո, քարոզչական նպատակներով արվող բաներ են։ Սոցիոլոգիական հարցումներն էլ այնպես չի, որ անթերի են, որովհետև այնտեղ մեթոդաբանության, ընտրանքների սխալներ կարող են լինել եւ պատկերը փոխել։ Համենայն դեպս այն հարցումները, որոնք որ անում են վստահելի եւ պրոֆեսիոնալ կազմակերպությունները, որոնք տարիներ, տասնամյակներ շարունակ մասնագիտացված են դրանում, մենք հիմնվում ենք այդպիսի ընկերությունների արած հարցումների վրա, որոնք ես նորից եմ ասում, չեն կարող 100%-անոց ճշտություն ապահովել, բայց գոնե ընդհանուր որովհետև օրինակ ասենք հիմնականում արվում են հեռախոսային հարցումների ձևով, իսկ հեռախոսային հարցումներին ովքեր որ զանգում են, հեռախոս վերցնողների մի մասը չի պատասխանում աշխատանքային բեռնվածության պատճառով եւ այլն, եւ դա էլ տալիս է իր այսպես տարբերությունը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։